Նոր սահմանադրության ընդունման գործընթացը շարունակում է մնալ քաղաքական և իրավական քննարկումների առանցքում։ Բազմիցս հայտարարվել է նոր մայր օրենքի անհրաժեշտության մասին, սակայն դրա ընդունման ընթացակարգի վերաբերյալ դեռևս կան մի շարք իրավական հարցեր։ Մեր հարցին, թե ինչ մեխանիզմներով է հնարավոր առաջարժվել, եթե ազգային ժողովում այս պահին չկա սահմանադրական փոփոխությունների համար անհրաժեշտ 2/3 մեծամասնությունը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այդ հարցի վերաբերյալ դեռևս սպասում է մասնագետների եզրակացությանը։ Այդ առաջին հարցերով դեռ մեր իրավաբանները մեզ ինձ եզրակացություն չեն տվել, դրա համար ես չմտնեմ այդ թեմայի մեջ, որովհետև այդ հարցը կա, բայց եւ այդ հարցով մեր մասնագետները զբաղվում են, բայց այդ հարցի պատասխանը ինձ չեն տվել, որպեսզի ես էլ ձեզ տամ հարցի պատասխանը։ Անդրադարձ կատարվեց նաև Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի վերջին վճռին։ Օրերս ՄԻԵԴ-ը Հայաստանի վերաբերյալ կարևոր նախադեպային որոշում էր ընդունել, որով արձանագրել էր, որ երկրի դատական համակարգում առկա են դատական վարույթների անհիմն ձգձգումներ եւ պարտավորեցրել էր Հայաստանին ստեղծել արդյունավետ փոխհատուցման մեխանիզմ։ Կխնդրեմ նաև նշեք, թե ինչ քայլեր են ձեռնարկվում այս ուղղությամբ, այս պահանջը կատարելու ուղղությամբ։ Վարչապետը նշեց, որ դատական գործընթացների երկարաձգման խնդիրը կառավարությունը նախկինում ևս բարձրաձայնել է։ Ձգձգումների հետ կապված լիարժեք մինչև Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի կողմից արձանագրում անելը մենք ենք տասնյակ անգամներով ահրել այդ արձանագրումները, բայց մեր վերջին աշխատանքային քննարկման ժամանակ արտարդատության նախարարը ինձ զեկուցեց, որ մենք հիմա արդեն ոնց որ ուժի մեջ են մտել այն օրենսդրական նախաձեռնությունները, որոնք դատավարությունների համար ժամկետներ են սահմանում։ Այսինքն մի քիչ շատ կոշտ եւ արմատական քայլ է, բայց կարծում եմ ճիշտ քայլ է, որ ժամկետ պետք է լինի, որ մարդը կանխատեսելի լինի քրեական դատավարություններ, քաղաքացիականում, եթե չեմ սխալվում, ավելի շուտ էր լուծված այդ հարցը։ Հիմա նաև քրեականով կոնկրետ ժամկետներ են դնում, հույս ունենք դա կաշխատի։ Ինչ վերաբերում է ՄԻԵԴ-ի կողմից մատնանշված փոխհատուցման մեխանիզմին, վարչապետը նշեց, որ այդ հարցի շուրջ վերջնական դիրքորոշումը պետք է ձևավորվի իրավական գնահատականներից հետո։ Այդտեղ պետք է իրավաբանները կարծիք ասեն, որ ես մեր ինստիտուցիոնալ կարծիքը ասեմ։